Հեքիաթագիր, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան Էլֆիկ Զոհրաբյանն իր գրական տարածք է բերում հոգեվիճակներ, մարդու մտքի ու արարքների խտացված շերտեր, դրանք վերածելով պատմությունների, որտեղ իրականն ու երևակայականը զրույցի մեջ են մտնում։ Իմ գրվածքները կյանքի մասին են, մարդու մասին են։ Մարդը ամենատարբեր վիճակներում։ Հաճախ մարդուն դիտում եմ սատիրիկ տիրույթում, ունեմ հեգնական հայացք եւ ասում եմ Աստված օջանի մարդիկ իմանան թե ես այդ պահին ինչպես եմ իրենց դիտարկում, ինչ համատեքստում, որովհետեւ հատկապես 21-րդ դարում շատ դժվար է գրելը։ Շատ դժվար է ընթերցողին պահելը։ Ինչ պիտի ասես եւ հատկապես ինչպես պիտի ասես, որ նրա համար լինի հետաքրքիր։ Գրականությունը քեզնից էներգիա է խլում։ Երբեմն թերհավատ ես քո հանդեպ, երբեմն ինքդ քեզ կարող ես ժխտել, հետո երբեմն ընթերցողների եւ խելացի ու տաղանդավոր ընթերցողների խոսքերը կարող են քեզ թռցնել երկինք, բայց դու պիտի կարողանաս քո հավասարակշռությունը պահպանել, հատկապես եթե երիտասարդ ես։ Նրա ստեղծագործություններում ժամանակը հուշում է, երբեմն կանգ է առնում, բացելով մարդու հոգեբանության նուրբ պայքարներով ու կասկածներով լի խոցելի կետերը։ Փորձում եմ նոր խոսք բերել դրամատուրգիայի մեջ, ինչպես եւ հեքիաթագրության, կենցաղից հեռու լինի, որովհետեւ կյանքը կենցաղի մեջ է շատ եւ այսօր էսթետիկայի պակաս կա, բայց դա չի նշանակում, որ պետք է կյանքից հեռանաս, եթե պետք է, այդ կենցաղը կարող է հայտնվել դրամատուրգիայի մեջ, բայց կողմ եմ նոր թատրոնի, նոր ոճի, նոր շունչ լինի եւ շատ կարեւոր է թե ինչպես է բեմադրիչը ընթերցում գործդ։ Առաջինը պետք է ունենաս շատ հետաքրքիր ասելիք, որ 21-րդ դարի համատեքստում լինի մրցունակ, լինի գրավիչ, լինի սատիրիկ, ինչու ոչ, լինի թիրախային, ոչ ավելորդ բառակույտերով, որովհետև մարդը ժամանակ չունի։ Գրողը պետք է կարողանա զգալ ժամանակի ռիթմը։ Էլֆիկ Զոհրաբյանը հեղինակել է թեթև տարեկ պիեսների ժողովածուն, հոգեվիճակ 13 պատմվածքների եւ սատիրաների ժողովածուն, ինչպես նաեւ Բյուրեղապակե մարդը եւ Փետրվարի 30 հեքիաթների գրքերը։ Նրա գործերում հեքիաթը իրականության հայելին է, սատիրան դիտարկման միջոց, իսկ դրամատուրգիան մարդու ներքին խոսք ու աշխարհին նայելու ձև։ Ես համարում եմ, որ հեքիաթները գրվում են բոլոր տարիքների համար։ Իմը մասնավորապես պատանեկան տարիքից մինչև անվերջություն, առաջին գիրքը Բյուրեղապակե մարդը գրվել է 8 տարի առաջ։ 8 տարի հետո գրվեց, վերջերս է լույս տեսել Փետրվարի 30-ը։ Հաստատապես կարող եմ մի քիչ անհամեստ լինել եւ ասել, որ այս գրքով նոր խոսք է հայ հեքիաթագրության մեջ, ինչու ոչ, Փետրվարի 30-ը բազմաշերտ է, օրինակ գիտնականները 2000 տարի հետո օդում նստած հայտնաբերում են, որ դարեր առաջ օրացույցի վրա եղել է Փետրվարի 30 եւ ինչից է որ ջնջվել է։ Եվ այստեղ է որ արդեն հետ են գնում դարերով, արդեն հայտնաբերում են մի շարք բաներ, որ այսօրվան են վերաբերում։ Հեղինակն իր հեքիաթներում թեմատիկ լայն շերտեր է բացում սիրուց ու ընկերասիրությունից մինչև հայրենիք, քաղաքացիական պատասխանատվություն եւ կյանքի խելահեղ ռիթմ։ Այնինչ հեքիաթագիրն է տեսնում սովորական մարդու համար տարօրինակ է։ Նա շատ տարբեր կերպ է ընկալում աշխարհը, ուրիշ բաներ է տեսնում եւ երբեմն կարող ես ինչ-որտեղ տեսնել մանկամտության շորշոփներ, մանկամտություն չէ, մանկան երևի ավելի շատ, կամ եթե նա տարիք ունի, գուցե հենց մանկամտության տարօրինակություններ կարող է ունենալ, նման չլինել ինչ-որ բանին, բայց եթե դա անկեղծ է, եթե ինքն է։ Գրականությունը ինձ սովորեցրեց կյանք։ Կենսափորձը նույնպես շատ բան է տալիս, բայց գրականությունը այնպես է հարստացնում քեզ, որ ուրիշ ոչ մի բան չի կարող։ Գրականությունը գեղեցկացնում է կյանքը, հմայք է հաղորդում արվեստի պես։ Ինքն էլ արվեստ է։